Բարի երեկո, Ազատության եթերում լրատվական թողարկումն է, այսօրվա թեմաներն են։ Ընդդիմադիրները մտադիր են տապալել նոր սահմանադրության ընդունումը, որտեղ չի լինի հղումն անկախության հռչակագրին։ Ինչու է Իլհամ Ալիևը հիշել Հայաստանի էներգետիկ հեռանկարները։ Լոռիում ցանկանում են հանք շահագործել եղնիկների անտառի հարևանությամբ։ Կիևը պնդում է, թե Մոսկվան պատրաստվում է մեծ զորահավաքի։ Սկսենք խորհրդարանից, որը երկու շաբաթ է դեռ ձևավորվում է։ Նախագահության ընտրությունից հետո հերթը հանձնաժողովի ղեկավարներինն է։ Ընդդիմությանը հաջողվել է ստանալ առանցքային նշանակության մի քանի պաշտոններ, այդ թվում ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի ղեկավարի աթոռը։ Ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը Ուժեղ Հայաստանը առաջադրել է այս իշխանության օրոք պաշտոն զբաղեցրած թեկնածուի, ինչը դարձավ քաղաքացիական պայմանագրի պատգամավորների հարցերի հիմնական թեման։ Պատգամավորները այսօր էլ քննարկեցին ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում առաջադրված թեկնածուներին, այսօր հերթը ընդդիմադիր Ուժեղ Հայաստանի կողմից առաջադրած թեկնածուիներ, Ուժեղ Հայաստանը ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի պաշտոնում առաջադրել է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։ Համոզված եմ, որ պարոն Հայկ Ֆարմանյանը իր մասնագիտական փորձով և ոլորտային գիտելիքներով նոր շունչ կհաղորդի այս ոլորտում ֆինանսական վերահսկողության մակարդակի բարձրացմանը։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Ֆարմանյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, նախկինում աշխատել է պետական եկամուտների կոմիտեում, այսօր հայտարարեց, որ իրեն աշխատանքից հեռացրել են 19 թվականին հեղափոխությունից հետո, հիմնավորելով, թե նա յուրային չէ և պետք է հեռանա, այս որոշումը Ֆարմանյանը անգամ դատական կարգով է բողոքարկել։ Հայկ Ֆարմանյանին հարցեր տալու համար հերթագրվեց մոտ 40 պատգամավոր։ Ընդդիմադիր ուժի թեկնածուին իշխանական պատգամավորները տարբեր հարցեր ուղղեցին, այդ թվում նրա պեկում աշխատելու տարիների հետ կապված։ Դուք ասում եք, որ նախկինում եղել է կոռուպցիա եւ արատավոր երևույթներ։ Այո, համաձայն եմ, ունենք 100% կոնսենսուս ձեր այդ պնդման վերաբերյալ։ Հիմա հաջորդ հարցն եմ տալիս։ Ասում եմ, հարգարժան պարոն Ֆարմանյան, այդ արատավոր երևույթները ինչի կային հարց համար 1 եւ հարց համար 2, ով էր այդ արատավոր երևույթների մեղավորը։ Չգիտեմ ով էր մեղավորը, բայց մի կարևոր ընդգծում։ Եթե դուք ասում եք Վայոց ձորի մարզպետ է եղել պարոն Էդգար Ղազարյանը, 2 Վայոց ձորի նախկին մարզպետ ձեր թիմում կա։ Հիմա եթե հարցը դնում է այդ տեսանկյունով ենք դնում նախկին մարզպետ, նախկին քաղաքապետ, հիմա ձեր թիմում էլ կան մարդիկ, ինչի մասին ենք խոսում։ Հարց եք տալի, ով է մեղավոր եղել, ես չգիտեմ դրա մեղավորն ով է, անկեղծ չգիտեմ։ Ֆարմանյանից անգամ գնահատականներ էին ակնկալում Մարգարիտա Սիմոնյանի եւ Սոլովյովի հայտարարությունների հետ կապված։ Ես ուզում եմ հասկանալ ձեր վերաբերմունքը Մարգարիտա Սիմոնյանի, Սոլովյովի եւ նման մարդկանց արտահայտությունների մասին, արդյոք համարում եք սա Հայաստանի դեմ ուղղված հայտարարություններ, թե ոչ։ Բոլոր այն խոսույթները, որոնք կվիրավորեն հայ ժողովրդին, որոնք չեն բխի Հայաստանի Հանրապետության շահերից, չեն ողջունում, դատապարտում եմ հստակ։ Կային նաև հարցեր, որոնք վերաբերվում էին ապօրինի գույքի վերադարձին եւ Հայկ Ֆարմանյանը նախ հայտարարեց, թե դա արվում է մարդկանց պատժելու համար եւ պետք է ամեն ինչ թողնել այնպես ինչպես կա եւ շարունակել զրոյական կետից եւ չվերադառնալ այդ թեմաներին, հետո արդեն ի պատասխան իր գործընկերների հարցերին հայտարարեց, որ ընդհանուր թիմի դիրքորոշումը այն է, որ դատապարտելի է ցանկացած թալան եւ այս դեպքում արդեն Հայկ Ֆարմանյանի հայտարարությանը հետևեցին իշխանականների ծափահարությունները, անգամ հնչեց ռեպլիկ, թե նա կարող էր նստած լինել իշխանական ֆրակցիայի հատվածում։ Մենք դեմ ենք թալանին, մենք դեմ ենք կոռուպցիային, նախկին թալանը պիտի հետ բերվի եւ մեր գործընկերները քաղաքացիական պայմանագիր կուսակցան, իշխանական լծակներ իրենց ձեռքին է։ Շնորհակալություն, մնում է հասկանալ ումից պիտի հետ բերվի թալանը։ Լիլիթ Մինասյան։
Այս հարցի պատասխանից ինձ մեկ-մեկ թվում էր, որ դուք ես կողմ պետք է գաք, ոչ թե այն կողմ։ Հարց ու պատասխանի ընթացքում այնքան էլ ակտիվ չէր Հայաստան խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը սակայն մեզ տեղեկացրեց, որ իրենք որոշում ունեն կողմ քվեարկելու բոլոր ընդդիմադիր թեկնածուներին, իսկ բոլոր իշխանական թեկնածուների քվեարկություններին չեն մասնակցելու։ Հայաստան խմբակցությունը կողմ է քվեարկելու ընդդիմադիր ֆրակցիայի կողմից առաջադրված թեկնածուի օգտին, պարոն Ֆարմանյանին կողմ ենք քվեարկելու, առհասարակ ունենք մոտեցում, որ ընդդիմադիր ֆրակցիաների, այս դեպքում նաև ուժեղ Հայաստանի կողմից առաջադրված թեկնածուներին կողմ ենք քվեարկելու, իսկ իշխանության կողմից առաջադրված թեկնածուների ընտրությանը չենք մասնակցում։ Թեև Հայկ Ֆարմանյանին ուղղված հարցերը սպառվել են եւ արդեն ելույթների փուլն է, սակայն իշխանական խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը պնդեց, թե նրան ընտրել-չընտրելու հետ կապված դեռ որոշում չունեն։ Չէ, իհարկե չունենք, մենք նիստ չենք արել, լսում ենք, դեռ ելույթներ ա լինելու, այսինքն որևէ որոշում խմբակցությունը չունի, մենք չենք լսել, չենք քննարկել։ Իսկ օրվա առաջին կեսին կրկին սեղաններին հարվածներ էին հնչում, նաև ծափահարություններ։ Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ, եւ դա իրանց համար ընդունելի է։ Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդն է։ Կարամ հիմա մի հատ անուն ազգանուն տամ եւ դուք խառնվեք իրար։ Դմդմփու արեք կաթողիկոսի անունը լսելուց, դա է մակարդակը։ Հանձնաժողովների նախագահների պաշտոններում թեկնածուներին քննարկելուց հետո արդեն խորհրդարանը կանցնի ժամանակավոր հանձնաժողովի ձևավորման աշխատանքներին, ձևավորվել է էթիկայի մշտական հանձնաժողով, արդեն կքննարկեն այս հարցը։ Պատգամավորների ելույթների գլխավոր թեման էլ նոր սահմանադրությունն է, կառավարող ուժը թեև խորհրդարանում չունի բավարար ձայներ, բայց միևնույն է պատրաստվում է նախաձեռնել հանրաքվե։ Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ նախագծից դուրս է մնացել հղումը անկախության հռչակագրին, ինչը խաղաղության պայմանագիրը ստորագրելու Ադրբեջանի նախապայմանն է։ Ընդդիմությունը պատրաստվում է խափանել մայր օրենքում այս փոփոխությունը։ Նոր սահմանադրություն ունենալ Հայաստանում բացառապես Ալևյան պահանջ է եւ դա Ալևի սահմանադրությունն է։ Դա բարձրաձայնելու մեջ ես վատ նորություններ ունեմ քաղաքացիական պայմանագրի համար, մենք Իլհամ Ալիևի PR ընկերությունը չենք։ Դուք կարող եք, մենք չենք։ Ալիև ասի սահմանադրություն ընդունեք, մենք գանք 1.5 միլիոն մարդով ընդունենք։ Իշխող ԽՊ-ի կողմից 3 պաշտոնապես արված հայտարարությունը, թե նոր սահմանադրությունում չի լինելու հղում անկախության հռչակագրին, արժանացել է ընդդիմադիրների կոշտ արձագանքին։ Ընդգծելով, որ նոր սահմանադրության ընդունման հարցն առաջիկայում դառնալու է իշխանության ընդդիմության միջև գաղափարական բախման անկյունակարային հարց, Ընդդիմադիր Հայաստան դաշինքի պատգամավորներն այսօր շտապեցին վերահաստատել իրենց դիրքորոշումը։ Նիկոլ Փաշինյանն ուզում է փոխել սահմանադրությունը Իլհամ Ալիևի պահանջով։ Բաքուն տևական ժամանակ Երևանից պահանջում է սահմանադրությունից հանել անկախության հռչակագիրը, որտեղ հիշատակում կա Հայաստանի եւ Արցախի միավորման մասին։ Հակառակ պարագայում Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Ձեզ առաջարկում են ձեր ձեռքով կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը, որի համար երևի Հայաստանում ամեն ընտանիք արուն է թափել, ու այդ ամենը մենակ նրա համար, որ Ալիևի հակով սահմանադրություն կարվի։ Ալիևի հակով։ Նիկոլ Փաշինյանը նախորդ բոլոր իշխանություններին մեղադրում էր իրենց հակով սահմանադրություն կարելու համար, ինքը ստանձնել է Ալիևի հակով սահմանադրություն կարելու պահանջը, բայց ձեզ ուզում է դարձնել իր հանցագիծը։ Կա Ադրբեջանի նախապայման, այդ նախապայմանները երկուսն են եղել, մեկը Մինսկի խմբի համանախագահության չեղարկում, որն իրականացվեց նախաստորագրման փուլում, երկրորդ պահանջը Հայաստանի Հանրապետության սահմանադրության այնպիսի փոփոխություն, որը անկախության հռչակագրին հղումը կհանի, որի իրականացմանը դուք բոլորդ հիմա մասնակցում եք։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն իր ելույթում պնդեց, որ այսօրվա խորհրդարանն ընդհանրապես լիազորված չէ քննարկել այդ հարցը։ Նախ, որովհետև իրենք նախընտրական շրջանում իրենց ընտրողներին խոստացել են, որ թույլ չեն տալու Հայաստանի ադրբեջանացում, իսկ դա ըստ Գրիգորյանի նաև Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությունն է։ Իսկ իշխող ԽՊ-ն էլ իր հերթին նախընտրական շրջանում խոստանալով նոր սահմանադրություն բավարար ձայներ չի ստացել դա անելու համար։ Ուստի ըստ Աննա Գրիգորյանի ժողովուրդը ընտրությունների ժամանակ արդեն իսկ դեմ է արտահայտվել սահմանադրության փոփոխությանը։ Փաշինյանի առաջնորդած ԿՊ-ին հունիսի 7-ի ընտրություններում չհաջողվեց սահմանադրական մեծամասնություն ստանալ, մինչդեռ նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար այն նախ պետք է ընդունվի խորհրդարանում։ Դրա համար անհրաժեշտ է պատգամավորների 2/3 ձայները։ ԿՊ-ն ունի ընդամենը 64 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է առնվազն 70 կողմ ձայն։ Բոլոր ընտրախախտումներով հանդերձ
Այս պարլամենտում չունեք դուք մեծամասնություն։ Այսինքն դուք եք գնացել ժողովրդի մոտ, ասել եք մեզ ձայն տվեք, սա անելու, դրանցից մեկը սահմանադրության փոփոխություններ։ Եվ ժողովուրդը ձեզ ձայն չի տվել։ Այս պարլամենտը կարող է հաստատել սահմանադրության նոր տեքստը եւ դնել հանրաքվեի, եթե կա 2/3 մեծամասնություն։ Դուք չունեք այդ մեծամասնությունը։ Եվ մեզ էլ որևէ մեկը չի լիազորել, որպեսզի մենք այդ փոփոխությունը իրականացնենք։ Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարն ավելի պատկերավոր ձևակերպումներ օգտագործեց, նշելով, որ Ալիևի պահանջով անկախության հռչակագիրը մայր օրենքից հանելը նշանակում է պարզապես այրել Հայաստանի Հանրապետության ծննդականը։ Հիշեցնելով Ադրբեջանի նախագահի օգնականի վերջերս արված հայտարարությունը, թե Բաքվում ազդակներ են ստացել, որ մոտ ապագայում Հայաստանում մեկնարկելու է նոր սահմանադրության ընդունման գործընթաց, Նարեկ Կարապետյանը պնդեց, չի լինելու այդպես, որ Ալիևի պահանջով 1.5 միլիոն հայ գնա ու փոխի իր սահմանադրությունը։ Մեր անկախության հռչակագիրը մեր երկրի ծննդականն է։ Մենք խաղաղության ջատագովն ենք, մեր հայտարարությունում դա ասել ենք, բայց նաև համաձայն չենք այն մոտեցմանը, որ պետք է մեր ծննդականը վառենք, Ալիևի բերած սահմանադրությունը անցկացնենք։ Իրենց հանրաքվեն է, իրենց բերած, դա մեր երկրի համար, ապագայի համար է սխալ ճանապարհ է։ Մենք չենք կարող մեր ծննդականը վառենք, մենք չենք կարող ընդունենք մի սահմանադրություն, որ իրանք են ասում։ Ընդդիմադիրներին խորհրդանի ամբիոնից հակադարձեց ԿՊԱ-ական Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչու սահմանադրությունից պետք է դուրս բերվի անկախության հռչակագիրը։ Պատգամավորի տրամաբանությամբ, եթե չկա Ղարաբաղյան շարժում, որը ԿՊԱ-ական իշխանությունը որոշել է չշարունակել, հետևաբար չպետք է լինի նաև Հայաստանի եւ Ղարաբաղի միավորման մասին դրույթի հիշատակում մայր օրենքում։ Մենք հայտարարել ենք, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու եւ սրանից հետո տեղի են ունեցել համապետական ընտրություններ եւ ժողովուրդը իրենց ընտրությունը կատարել է։ Հարգեք եւ հաշվի նստեք Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրության հետ։ Այն, որ նոր սահմանադրության նախաբանը չի պարունակելու հղում անկախության հռչակագրին, խորհրդարանի ամբիոնից 3 հայտարարեց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացու ԿՊԱ-ական Արուսյակ Ջուլհակյանը։ Նա ի դեպ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ է։ Արդյոք խորհուրդն արդեն քննարկել ու քվեարկել է այս հարցը, ինչի մասին հայտարարեց Ջուլհակյանը։ ԿՊԱ-ական պատգամավորն այսօր առանց որևէ բացատրության հրաժարվեց այս հարցին պատասխանել։ Ես ասեմ, որ մեկնաբանություն չեմ տալիս։ Ներողություն, ասում, բայց չեմ տալիս։ Բայց ինչով անդամ եք, խորհրդի անդամ եք Տիկին Ջուլհակյան, որ պարզաբանեք այդ պարզ հարցը ինչ կլինի։ Սահմանադրական խորհրդի մյուս անդամները նույնպես հրաժարվում են խոսել այս մասին, նշելով, թե դեռևս չեն տեսել նոր սահմանադրության նախագիծը եւ երբ այն քննարկման կդրվի, այդ ժամանակ էլ կարծիք կհայտնեն։ Նոր սահմանադրության տեքստը իշխանությունն այժմ էլ խոստանում է հրապարակել տարեվերջին։ Խորհրդարանում Իլհամ Ալիևին հիշելու այլ առիթ էլ կար։ Ադրբեջանի նախագահը երեկ Նախիջևաներ այցելել ու մի շարք հայտարարություններ արել թրիփ նախագծի մասին, որը ադրբեջանական այդ շրջանը Հայաստանի տարածքով միացնելու է մյուս հատվածներին։ Ալիևը պնդել է, թե մասնագետների է գործուղել Հայաստան, որոնք տեղում ուսումնասիրել են ճանապարհի ենթակառուցվածքները, հայկական կողմը նման տեղեկություն չի հաղորդել։ Ադրբեջանի առաջնորդը նաև Հայաստանում սպասվող էներգետիկ ճգնաժամ է կանխատեսել։ Zəngəzur elektrik dəhlizi üçün Իլհամ Ալիևը կարծում է ադրբեջանական հոսանք գնելով Հայաստանը կարող է դիմակայել էներգետիկ ենթադրյալ ճգնաժամին։ Երկար պատմելով այն մասին, որ իրենց էներգետիկ նախագծերը կգերազանցեն Նախիջևանի կարիքները, Ադրբեջանի նախագահը երեկ խոսեց նաև մեծ ծավալներով էլեկտրաէներգիայի արտահանման ծրագրերից Հայաստանի տարածքով ու նաև Հայաստան։ Ալիևը հայտարարում է Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան էլեկտրահաղորդման նախագիծը պատրաստ է։ Իրականացման համար առավելագույնը 6 ամիս կպահանջվի։ Հույս ունի Երևանը չի ձգձգի։ Yəni belə yarım stansiyalara Մեր մասնագետների կողմից Հայաստանի տարածքում անցկացված վերլուծության արդյունքում նույնիսկ որոշվել են այն վայրերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրասյուները։ Առաջին հերթին իրենք կարող են դրա կարիքն ունենալ, քանի որ այսօր նրանց էներգիայի հիմնական աղբյուրն ատոմակայանն է, որի կառավարումը նրանց ձեռքում չէ։ Կայանի շահագործման ժամկետի երկարաձգումը չի կարող անվերջ գործընթաց լինել, վաղ թե ուշ այն պետք է փակվի։ Բնականաբար, եթե այն փակվի, Հայաստանը կընկղմվի էներգետիկ լիակատար ճգնաժամի մեջ։ Հետևաբար, էներգիայի լրացուցիչ աղբյուրը միայն օգուտ կարող է բերել։ Այո, միանշանակ եւ աներկբա
Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար։ Վարչապետ Փաշինյանը տարեսկզբին էր խոսել երկու երկրների էներգետիկ համակարգերի միացման մասին, բայց գործնական քայլերի մասին դրանից հետո չի հաղորդվել, այդ թվում, որ ադրբեջանցի մասնագետները Հայաստան են եկել ուսումնասիրության։ Մասնագետներ արդյոք Հայաստանում եղել են եւ անցկացրել են, դրա մասին կառավարության գործընկերները ավելի մանրամասն տեղեկատվություն կտան։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնին հավակնող քաղաքացիական պայմանագրից Սարգիս Խանդանյանը չբացառեց, որ Հայաստանը Ադրբեջանից հոսանք գնի։ Պնդեց ադրբեջանցի մասնագետների այցի մանրամասներից տեղյակ չէ։ Ադրբեջանից էլեկտրաէներգիա ստանալու մասին ու դեպի Հայաստան խոսակցությունը սպայն չկա, բայց նաև դա բացառված չէ, այսինքն դա հաշվի առնելով, որ էլեկտրահաղորդման գծերը միանալու են միմյանց եւ հնարավոր է էլեկտրաէներգիայի փոխանակման նաև որոշակի նախագծեր լինեն։ Ազգային ժողովի ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքով իրենց ուժը տեղյակ է եղել ադրբեջանցիների այցից, թերևս նախկին կապերով։ Հենց նրանց ընտանիքին է պատկանում պետականացվող հեծը։ Ցավոք տեղյակ ենք եղել ոչ թե պետական ինստիտուտների կողմից տեղեկացվելու արդյունքում, այլ մեր ունեցած կապերով մենք տեղեկացվել ենք, որ հարևան երկրից Հայաստան են եկել մասնագետներ եւ այցելություններ են կատարում Մեղրիի տարածաշրջանի տարբեր հատվածներում։ Ժամանակահատված կա, երկու ամսվա մեջ, այս երկու ամսվա մեջ։ Եթե ինքնիշխանության հետ խնդիր չկա, տարանցման վճարն էլ արդարացի է, Կարապետյանը էլեկտրահաղորդման գծերի տարանցման հարցը քննարկման արժանի է համարում։ Իսկ եթե Հայաստանի իշխանությունը որոշի Ադրբեջանից հոսանք գնել։ Կարծում եմ հարևան երկրները անհանգստանալու բան չունեն, մեր երկիրը հաստատ ունի հնարավորություն նոր ատոմակայան կառուցելու։ Ընդդիմադիր մյուս Հայաստան խմբակցությունից Իշխան Սաղաթելյանի կարծիքով Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար այլընտրանք չեն կարող լինել։ Դաշնակցական падգամավորը երկու երկրների միջև վերջին ամիսների առևտրային ակտիվությունը հայաստանյան հասարակությանը բթացնելու նոր զիջումներ կորզելու ծրագիր է համարում։ Այդ մատակարարումները, եթե դիտարկում ենք իբրև այլընտրանքային աղբյուրներ, այո։ Հիմա մեզ կկտրեն մեր հիմնական մատակարարներից, կմնանք իրենց հույսին, հետո այդ կռանտները կփակեն։ Հայկական կողմն ինչպես պաշտոնապես չի տեղեկացրել ադրբեջանական պատվիրակության այցի մասին, այնպես էլ Հայաստանով անցնող թրիփով երկաթուղու շինարարության ստույգ ժամկետները չի հստակեցրել։ Ալիևը սակայն ասել է Միացյալ Նահանգների նախագահի հետ իր վերջին զրույցի ժամանակ պարզ դարձավ, որ Հայաստանում երկաթուղու շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարի։ Պրեզիդենտ Թրամփը Իսկ Ադրբեջանի տարածքում աշխատանքները գրեթե ավարտված են։ Երկաթուղին հաջորդ տարի կհասնի նաև Հայաստանի սահման։ Ադրբեջանի նախագահի խոսքով Նախիջևանի երկաթուղու կառուցման աշխատանքները եւս ընթացքի մեջ են։ Նա նաև չի բացառել, որ այդ հատվածի վերականգնման համար ստեղծվի միջազգային կոնսորցիում Եվրամիության մասնակցությամբ, բայց ադրբեջանական վերահսկիչ բաժնեմասով։ Սյունիքով անցնող թրիփում վերահսկիչ փաթեթը Միացյալ Նահանգներինն է։ Երևանում դեռ Վաշինգտոնի հետ պայմանավորվածությունների փաստաթղթային հարցերն են կարգավորվում։ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի կեսին կքննի թրիփ համաձայնագրի սահմանադրականության հարցը, որից հետո ազգային ժողովը այն դեռ պետք է վավերացնի։ Իսկ շինարարության մեկնարկի հստակ ժամկետներ քաղաքացիական պայմանագրից Սարգիս Խանդանյանը դժվարացավ նշել։ Մենք ակնկալում ենք տարեվերջին սկսել շինարարությունը, բայց նաև դա կախված է տարբեր ուսումնասիրություններից եւ այլն, այնուամենայնիվ մենք շահագրգռված ենք հնարավորինս շուտ սկսել շինարարությունը, որովհետեւ մեր համար դա առանցքային ռազմավարական նշանակություն ունեցող պրոյեկտ է։ Հայ-ամերիկյան պայմանավորվածությունների շրջանակներում Երևանը պարտավորվել է անխոչնդոտ անցում տրամադրել ադրբեջանցիներին։ Չնայած փաստաթղթով խոսվում է Հայաստանի փոխադարձ առավելությունների մասին, բայց Բաքուն 1 տարի է չի շտապում հստակեցնել։ Հայաստանցիների անցման պայմաններն էլ նույնը կլինեն, եւ այսօր երկու ընդդիմադիր խմբակցությունների առաջին տարաձայնությունը բացահայտվեց։ Ուժեղ Հայաստանի կարծիքով թրիփը ճանապարհ է, Հայաստանի կարծիքով միջանցք։ Նախկին պաշտոնյա գործարար Արմեն Սաքապետոյանը պատմության մեջ է հայտնվել։ Նրա ընտանիքի բանկային քաղվածքները գաղտնի բոլոր տեղեկություններով ոստիկանության ձեռքում են, թե ինչպես միայն ենթադրում է դատարանի որոշման մասին տեղյակ չէ։ Սաքապետոյանն անցնում է ապօրինի գույքի գործով։ Բարև ձեզ, հարգելի
հայրենակիցներ։ Գործարար եւ իրավաբան Արմեն Սաքապետոյանը պնդում է, որ իր ու կնոջ, եղբոր եւ հորեղբոր տղայի բանկային գաղտնիք համարվող տեղեկություններն ապօրինի կերպով հայտնվել են ոստիկանության ձեռքում։ 2024 թվականին բացահայտել եմ, որ դեռևս 2021 թվականին իմ, կնոջս, եղբորս, հորեղբորս որդու բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ապօրինի եղանակով հայտնվել են ոստիկանության աշխատակցի տիրապետության տակ, ինչն էլ իր հերթին հիմք է հանդիսացել մեկ այլ ապօրինի գործընթաց սկսելու համար։ Սաքապետոյանի խոսքով դրանք հետագայում ներառվել են ոստիկանության կողմից դատախազություն ուղարկված պաշտոնական գրության մեջ։ Նա պնդում է, որ բանկային տվյալները ստանալու համար իրավական հիմք էլ չի եղել։ Իմ կամ մեր ընտանիքի որևէ անդամի նկատմամբ հարուցված չի եղել որևէ քրեական գործ եւ առկա չէ որևէ քրեական հետապնդում։ Գործարարը տեղի ունեցածը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների զանգվածային արտահոսք է որակում, իսկ հանգամանքները պարզելու համար հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։ Քրեական գործ սակայն չի հարուցվել։ Իսկ ինչու Սաքապետոյանի հաղորդման հիման վրա քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեներում վարույթ չեն նախաձեռնել։ Քննչական կոմիտեից ազատությանը փոխանցեցին, ներկայացված դեպքը քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ չի պարունակում։ Գլխավոր դատախազությունից էլ ասացին, հսկող դատախազը հաստատել է նախորդ երկու մարմինների կողմից քրգործ չհարուցելու որոշումը։ Սաքապետոյանը համաձայն չէ այս որոշման հետ։ Բողոքարկել եմ դատարան, որի մասին ավելի մանրամասն կանդրադառնամ առաջիկայում։ Ըստ Սաքապետոյանի խոսքը ոչ թե առանձին գործարքի, այլ ընտանիքի անդամների բանկային գործունեության վերաբերյալ մեծածավալ տեղեկությունների մասին է։ Քաղվածքը նա նաև մեզ փոխանցեց։ Նախատեսվում է այս ողջ գործընթացը իրականացնել բաց եւ հրապարակային, քանի որ տեղի ունեցող ապօրինությունների դեմ կարող են պայքարել միայն այս եղանակով։ Գործարարը թեև չի հստակեցնում, թե որ բանկերի մասին է խոսքը, բայց ընդգծում է դիմել է նրանց պարզելու, թե ինչպես են այդ տվյալները հայտնվել ոստիկանության մոտ, սակայն վերջիններս պատասխանել են, թե բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ որևէ մեկին չեն տրամադրել։ Եթե տեղի չի ունեցել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների որևէ արտահոսք, ապա ինչպես է մեր ընտանիքի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ամբողջությամբ հայտնվել ոստիկանության աշխատակցի տրամադրության ներքո։ 15 օր առաջ Սաքապետոյանը նաև կենտրոնական բանկ է դիմել։ Ես ներսից գիտեմ, որ չգիտեն ինչ պատասխանել։ Եվ ոստիկանը, եւ հակակոռուպցիոներին, եւ դատախազությանը, եւ դատարաններին, եւ ԿԲ-ին, ասում եմ, ի՞նչն է խնդիրը, հարուցեք վարույթ, եկեք գնանք բարձենք, տեսնենք այս տվյալը որտեղից է դուրս եկել։ Ամբողջ խնդիրը նա է, որ չեն հարուցում քրեական գործ, որտեղ որ հարուցեմ, դի գործողություն անեն։ Արմեն Սաքապետոյանը նաև որպես իրավաբան է պնդում, բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների ստացումն օրենքով սահմանափակված է, իսկ օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակում նման տվյալների ձեռքբերման համար նախատեսված են հատուկ պայմաններ, ինչն այս դեպքում չկա։ Իր կամ ընտանիքի անդամների նկատմամբ քրեական վարույթ չի եղել, ասում է, եւ ինքը չի կասկածվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ, առավել եւս չի եղել դատարանի որոշում, որով այդ տվյալները օրենքով կարող էին հասանելի դառնալ քննչական մարմիններին։ Եթե այսօր կարելի է շրջանցել օրենքը, խախտել բանկային գաղտնիքն ու անորոշ ժամանակով կատվածահար անել ընթացիկ եւ պլանավորված բազմաթիվ բիզնես նախաձեռնություններ, ապօրինությունների շղթայի ազդեցությամբ վարկաբեկել մարդու գործարար համբավը, ուրեմն վաղը դա կարող է պատահել յուրաքանչյուր գործարարի, ներդնողի եւ քաղաքացու հետ։ Արմեն Սաքապետոյանը 2016-ին նշանակվել էր Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի։ 2 տարի անց 2018-ին աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ 2024-ից նա անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Սաքապետոյանը սակայն չի ցանկանում այս փուլում մանրամասն անդրադառնալ այդ գործին, քանի որ այն դատարանում է, բայց շեշտում է բանկային տվյալների հնարավոր ապօրինի ձեռքբերման հարցը պետք է առանձին դիտարկել։ Ապօրինի եղանակով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, զանգվածային արտահոսքի դեպքը հիմք է հանդիսացել իմ նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ սկսելու համար։ Սաքապետոյանը հնարավոր սխեմա է կազմել, որով իր պատկերացմամբ ներկայացրել է վարկածը, որտեղից պարզ երևում է, թե ինչպես է տեղեկությունները բանկից արտահոսել եւ հայտնվել ոստիկանության ձեռքում։ Սա Սաքապետոյանի վարկածն է, ոչ թե հաստատված փաստերի նկարագրություն, եւ այն ենթակա է իրավասու մարմինների ստուգմանն ու գնահատմանը։ Իսկ թե ինչ կապ ունի Սաքապետոյանի որակմամբ բանկային գաղտնիք կազմող տվյալների արտահոսքը իր նկատմամբ հարուցված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի հետ, գլխավոր դատախազությունից չմեկնաբանեցին։
Ընդդիմադիր Գագիկ Ծառուկյանը, որ հաշվասայների տարբերությամբ չմտավ խորհրդարան, մեկուսարանից հետևում է իր ունեցվածքի շուրջ զարգացումներին։ Վարչապետը դեռ Քարոզ Արշավին էր խոստացել բանտ ուղարկել ու ունեզրկել Բարգավաճ Հայաստանի առաջնորդին։ Արադ ցեմենտն ու կոնյակի գործարանն արդեն անցել են պետության կառավարմանը, մոտ 3 շաբաթ փակ մնալուց հետո բացվել է մուլտի վելնեսը, բայց մարզվողները նախկին ցուցանակի տեղում քաղաքապետարանի պաստառն են տեսնում։ Չէ, մուլտի էլ չկա։ Այսինքն վճարումը արվում է Երևանի քաղաքապետարանի բյուջեին, այսպես ասած։ Այո։ Մուլտի վելնեսից Երևան վելնես դարձած սպորտային համալիրում արդեն հաճախորդներ կան։ Բացի սրճարան բարից մնացած բոլոր ծառայություններն աշխատում են, բայց մի տարբերությամբ կալանավորված Գագիկ Ծառուկյանի կառուցած կենտրոնն այժմ տնօրինում է Երևանի քաղաքապետարանը։ Առաջին հայացքից ամեն ինչ նույնն է, սակայն հաճախորդներն այլևս վճարում են Երևան վելնեսին։ Շենքի մուտքի մոտ ծածանվում է քաղաքապետարանի դրոշը, իսկ ներսում հաճախորդների զանգերին պատասխանելիս նշում են կենտրոնի նոր անունը։ Ասում են նաև, որ առաջիկա ամիսներին նոր ղեկավարությունը թարմացումներ կանի ու գները կբարձրանան, իսկ առայժմ նախկին արժեքներն են պահպանվել։ Մեկ ամսից 2 ամսից բարձրացումներ են լինելու։ Սիրելի երևանցիներ, այսօրվանից արդեն իսկ վերաբացվել է նախկին Multi Wellness առողջարանային համալիրը։ 2 շաբաթ առաջ Երևանի քաղաքապետը հայտարարեց, թե Ծառուկյանի կառուցած կենտրոնն արդեն համայնքինն է։ Մի քանի շաբաթ փակ մնալուց հետո կենտրոնը վերաբացվեց։ Մեծահարուստ գործարարի գույքն այժմ փաստացի եկամուտ է բերում քաղաքապետարանին, բայց ազատության հարցմանը պատասխանած քաղաքապետարանի պաշտոնյան նշել է, չնայած հողն ու դրա վրա կառուցված անշարժ գույքը քաղաքապետարանինն են, կենտրոնի ներսի շարժական գույքն իրենցը չէ։ Եթե իրենցը չէ, ապա ինչու են հաճախորդները վճարում ոչ թե Ծառուկյանի ընկերությանը, այլ Երևան Վելնեսին, հարցնում է փաստաբան Երեմ Սարգսյանը։ Բայց հենց այս ձեր ասած այս քաղաքապետարանի պատասխանը եւ պատասխանից հետո քիչ առաջ մեր տեսածը, որ այս գործողությունները կատարում են եւ այստեղ նույն մարզասարքերը, գույքը, շարժական գույքը օգտագործում ապօրինի կերպով, դա ուղիղ հենց այդ հակասականությունն է։ Քաղաքային իշխանությունների հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում էր 2065 թվականին, սակայն Երևանի քաղաքապետարանը օգտվելով պայմանագրի դրույթներից մեկից առանց պատճառաբանության միակողմանի դադարեցրեց այն, երբ Ծառուկյանը հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում։ Պայմանագրում հստակ նշված է, որ թե որ պայմաններում կարող է պայմանագիրը լուծվել եւ այլն, բայց այնտեղ մի հատ կետ կա, որ 1 ամիս առաջ կողմերը կարող են ծանոթացել եւ պայմանագիրը լուծել։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ինքը այդ կետից օգտվում է, ասում է ես որոշեցի, որ լուծում եմ պայմանագիրը, 1 ամիս ժամանակ եմ քեզ տալիս։ Քաղաքապետարանից պարզաբանել են նաև, թե դա իրենց իրավունքն է։ Հողամասի սեփականատերը ժամկետից շուտ իրավունք ունի հրաժարվել պայմանագրից, թե ինչու հենց հիմա վարչապետ Փաշինյանի Ծառուկյանին ունեզրկելու հայտարարությունից հետո քաղաքապետարանը չի մանրամասնում։ Փաստաբան Երեմ Սարգսյանը վկայակոչելով Ծառուկյանի եւ քաղաքապետարանի միջև կնքված պայմանագիրը, պնդում է Multi Wellness-ը պայմանագիրը չի խախտել, բայց այն միևնույն է դադարեցվել է ժամկետից շուտ։ Ըստ պայմանագրի քաղաքապետարանինն է միայն հողը, իսկ դրա վրայի գույքը տնօրինում է Ծառուկյանը։ 2065 թվականին, եթե պայմանագիրը չէր կարացվեր, հողի վրա կառուցված շենք-շինությունները պետք է անցնեին քաղաքին։ Ըստ Երևանի քաղաքապետարանի ստացվում է, որ կարող եմ բիզնեսմենի հետ պայմանագիր կնքել, դրանում կետ գրել, որ 1 ամիս առաջ կարող եմ ծանոթացել, հենց այդ միլիոնավոր դոլարների ներդրում անի շենքը պատրաստ լինի, մի անգամից հաջորդ օրը գրավոր ծանոթացեմ, ասեմ, ես լուծարում եմ ու այս շենքը վերցնում եմ։ Ոնց կարող է պետության հետ համայնքի հետ նման հարաբերություն ունենալ։ Դրա համար վճռաբեկ դատանի որոշումներ էլ կա, որ նման մեթոդները անօրինական են եւ այլն։ Այսինքն այստեղ պետք է լիներ պայմանագրով նախատեսված պայմանների խախտում, ոչ թե քո հայեցողությունն ու ցանկությունը, այլ խախտում, որը որ պետք է դու հստակ փաստարկեի եւ դրանց հետո վիճարկեի։ Ընտրություններին մասնակցած Գագիկ Ծառուկյանը Քարոզ Արշավին խիստ քննադատել էր Փաշինյանին, վերջինս էլ խոստացել էր զբաղվել նրանով։ Դրանից հետո մեծահարուստ գործարարին մեղադրեցին տնտեսական հանցագործությունների մեջ ու կալանավորեցին։ Նրա շուրջ 70 ընկերությունները փակվեցին, իսկ Արարատ ցեմենտն ու կոնյակի գինու օղու կոմբինատն անցան պետության կառավարմանը։ Փոխհատուցում չէր լինի, եթե ժամկետը 65 թվական ավարտվեր, այս գույքը փոխանցվեր պարտավորության համաձայն, բայց եթե դու ժամանակի շուտ լուծել ես պայմանագիր եւ այս գույքը վերցնում ես, դու չես կարող վնասի փոխհատուցում չանել պայմանագիր լուծելու հետ կապված։ Երևանի քաղաքապետարանը Ազատությանը նաև հայտնել էր, որ չեն պատրաստվում փոխհատուցել Ծառուկյանին։ Փաստաբանը սա եւս խախտում է համարում։ Ինչ է ստացվում, նկատում է Սարգսյանը, գործարարը միլիոնավոր դոլարների ներդրում է անում, գույք կառուցում, սպասում շահույթի, բայց պետությունն առանց հիմնավոր պատճառի որոշում է տիրանալ այդ գույքին։ Multi Wellness-ը դատի է տվել թե Երևանի քաղաքապետարանին, որ ժամկետից շուտ խզեց պայմանագիրն ու վերցրեց գույքը, թե կադաստրին Multi Wellness-ի կառուցապատման իրավունքը եւ գույքն ամբողջությամբ Երևանի սեփականություն գրանցելու համար։
Լոռույում հերթական հանքը շահագործելու պլաններ կան, այս անգամ միանգամից մի քանի համայնքների հարևանությամբ։ Ընդ որում այստեղ զբոսաշրջությունն է զարգացած, կառուցվել են հյուրատներ, ավելին հենց այս հատվածի անտառ են բաց թողնվել սոցցանցերում հայտնի դարձած եղնիկները։ Լոռու մարզի Եղեգնուտ, Դեպետ եւ Վահագնի գյուղերում հանրային լսումներ էին։ Հերթական արդյունաբերող ընկերությունը ծրագրում է թանկարժեք մետաղների երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել շուրջ 30 քառակուսի կիլոմետր տարածքում։ Դեռ անցյալ դարում ֆրանսիացիներն այստեղ ստորգետնյա եղանակով հանք են շահագործել։ Պահպանված պղնձաձուլարանն ու հարստացուցիչ ֆաբրիկան սակայն հնացած են ու անարդյունավետ։ Մնացած հանքաքարի ոչ այնքան հարուստ պաշարներն արդյունահանելու համար։ Բարիբա ընկերության ներկայացուցիչ Գևորգ Մուրադյանը վստահեցնում էր, նոր տեխնոլոգիաներով են փոխարինելու եղածը։ Տեխնոլոգիայով պես ձեռ չի տալի հին սարքավորներով կամ քելուկով գնալ ընդ որևիցե գործ իրականացնել։ Հետևաբար ցածր պարունակության հանքաքար կորզելու համար մեզ բացառապես պետք է կիրառել ժամանակակից տեխնոլոգիա։ Բնապահպաններին սակայն չեն հուսադրում հանքագործների հայտարարությունները։ Հարց բարձրացվեց այս գյուղերում հյուրատնային զարգացած բիզնեսի վրա հնարավոր բացասական ազդեցության մասին։ Ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Գևորգ Մուրադյանի պատասխանն ուշագրավ էր։ Նա վստահեցրեց, թե իրենց շնորհիվ տարածաշրջան կգան ավելի բարձր մակարդակի զբոսաշրջիկներ, իդեմս հյուրանոցների կարիք ունեցող միջազգային մասնագետների։ Արդյոք մենք չենք ուզում մենք մեր տուրիստին ընտրենք։ Խի պետքա մենք սպասենք որևիցե մեկը, որ պարապ ժամանակ է, տենց իրան ընձեռնվի, հելնի հասնի գաստը։ Բնականաբար կրթված ամբողջ աշխարհի ցանկացած մշակույթը կրող տուրիստ կարող է գալ ու ինքը գալիս է գյուղական туриզմի համար, բնության համար, գյուղացիների հետ ապրելու համար, թոնիրում ինչ-որ բան թխելու համար, մաքրոթի համար։ Ուզում եմ ասել, եթե ձեր պատկերացրած туриզմը այն այսինքն հա տենց չգիտեմ, հա կոստյումով, չգիտեմ, լակիրովանի կոշիկներով բարձր գիտական կոչում ունեցողա, իր տեղը հաստատ ինքս չի գա, այստեղ իր տեղը չգիտեմ։ Երևանի ինչ-որ երկնակերում հանգստանալն է կամ մեկ այլ տեղ։ Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակն ընդամենը 3 հանդես էր եկել կոչով, պատասխանատու մարմիններին հորդորելով որոշումներ կայացնելիս հաշվի առնել բնապահպանական միջավայրի պահպանությունն ու մարզի կայուն զբոսաշրջության երկարաժամկետ շահերը։ Բնապահպան Օլեգ Դուլգարյանը բարձրաձայնեց. Ձեր իսկ համայնքում, ձեր իսկ ռազմավարությամբ իրականացվող էկոլոգիական ծրագրերը ենթարկվում են ռիսկի։ Իրավիճակն առավել անհանգստացնող է դառնում այս գյուղերի անտառներում արդեն 1 տարի ապրող եղջերուների համար։ Ուղիղ 1 տարի առաջ բնապահպանության համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ Եղեգնուտի անտառներում բաց թողնվեցին Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կովկասյան ազնվացեղ եղջերուներ։ Հանրային լսումներից առաջ դրանցից մեկը հայտնվել էր գյուղապետարանի բակում ու անխռով շփվում էր թե պաշտոնյաների, թե հանքարդյունաբերողների ու թե բնապահպանների հետ, թերևս անգամ չկասկածելով, թե իր անտառային տունը կարող է մի օր հանքավայր դառնալ։ Չնայած Փամբակի համայնքապետարանը հիմնադրամի հետ պայմանագիր ունի այս կենդանիների պահպանության վերաբերյալ, համայնքապետ Սուրեն Կոստանդյանն այդպես էլ հստակ չպատասխանեց, թե ինչպես է պատկերացնում բնապահպանական ծրագրերի ու հանքարդյունաբերության համատեղումը։ Մեր համայնքը ունի իր շահերը, մեր համայնքը գնում է իր շահերի հետևից ու տվյալ դեպքում կլինի բնապահպանական ծրագրեր, կլինի հանքարդյունաբերություն, կլինի այլ ծրագրեր, համայնքը միշտ իր մոտ եկած հյուրերին լսում է, տալիս է իր բարձրաձայնում է իր խնդիրները ու փորձում է համագործակցի բոլորի հետ։ Մինչդեռ Բարիբա ընկերության համահիմնադիր Գևորգ Մուրադյանը վստահեցնում էր, թե եղջերուների համար 150 մետրանոց անվտանգության գոտի են ստեղծելու արգելապատնեշներով։ Որպեսզի չվնասեն, հետագայում է անգամ չվնասեն թե գետին, թե նաև մեր սիրուն բարեկամներին, որ տենում ենք արդեն իջել են նաև մեր մոտ, գիտակցելով դա, մտածելով բնության մասին, 150 մետրանոց բուֆեր եմ ստեղծել ոչ երկանքով։ Երևի կպատկերացնեք դա իմ համար ինչ խոցելի մի բան էր։ Հանրային լսումներին հյուրատների բիզնես ունեցողներ կային, բայց չարտահայտվեցին։ Դեպետ գյուղում խոշոր ներդրումներ արած քոաֆից ներկայացուցիչներ չկային։ Տեղի բնակիչներից էլ բացահայտ դեմ արտահայտվողներ չեղան։ Աշխատանք չկա գեղումը, բոլորը փախած, գնացած, դուս եկած։ Մեկ էլ ենք բնապահպանության մասին ենք մտածում կամ նրա։ Մեր առողջության մասին մտածեք, քիմիա ենք ուտում, այ դրա համար մտածեք։ Քիմիա ենք ուտում։ Դրա համար չեք մտածում եք, ելեք
բանի հանքարդյունաբերությանը մեկ մտածեմ, որ ժողովուրդը կարան 2 կոպեկ աշխատեն, գոյության պաշտպանեն։ Իսկ քննարկումների դահլիճներից դուրս բնակիչները խոստովանում էին իրենց մտահոգությունները, հարուստ բնությունն ու այլ տարածքներում հանքերի թողած տխուր հետևանքներն անհամատեղելի են։ Հիմա դուք համաձայն եք, թե համաձայն չեք։ Ինչ եք համաձայն, ժողովուրդը թողարկածել է չէ։ Քանդելու։ Տան զոհարով հանքարդյունաբերություն չունենաք, դες բան չկա։ Են ուրիշն աշխատի հանք եղածը մեզ տա մենք գալս ու կապեն։ Այսինքն լավ ապրելու ձևը միայն հանքն է։ Չէ, հանքն էլ մի մասն է։ Հիմա ձեր կարծիքն են եկել հարցնել, ասում համաձայն եք թե։ Եթե մեզ գտես ես համաձայն։ Անի որ մի 5 հոգի միլիարդ հատ են դառնալ ամբողջ այս զորը վրա բանկի։ Չասնիք։ Այդ հանքերը մեր եղին ոչ մի բանով Պետական ռեգիստրի տվյալներով Բարիբա ընկերության իրական շահառուները փոխկապակցված են Valex խմբի հետ, որը տասնամյակներ շարունակ հանքարդյունահանում է իրականացրել Թեղուտում եւ Ալավերդիում։ Գևորգ Մուրադյանը չհերքեց կապը Valex-ի հետ, որը 8 տարի առաջ չվճարված հարկերի ու ՎՏԲ բանկի հանդեպ ունեցած շուրջ 400 միլիոն դոլարի պարտավորության դիմաց զրկվել էր Թեղուտի հանքից։ Ուշագրավ է, որ ընկերությունում 20% բաժնեմաս ունեցող Հովհաննես Սուքիասյանը երկար տարիներ եղել է Valex ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանի անձնական վարորդը։ Միջազգային լրահոսից Իրանում պատերազմը կանգնեցնելու բանակցությունները արդյունք չեն տալիս, Միացյալ Նահանգները շրջափակված է պահում համաշխարհային տնտեսության համար առանցքային Հորմուզի նեղուցը։ 7 ամիս ռազմական ճնշմանը դիմադրող Թեհրանը հանձնվելու նշաններ ցույց չի տալիս։ Ամերիկյան զինուժը իրանական նավահանգստի ուղղությամբ շարժվող բեռնատար նավ է խոցել Օմանի ծոցում։ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Պանամայի դրոշի ներքո նավարկող նավն անտեսել է իրանական նավահանգիստների նկատմամբ ամերիկյան ծովային շրջափակման ռեժիմը եւ չի ենթարկվել կանգ առնելու բազմաթիվ հրահանգներին։ Արդյունքում ամերիկյան զինուժը հրթիռային հարվածներով շարքից հանել է նավի կառավարման համակարգը։ Հրամանատարությունը պնդել է Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը շարունակում է լիովին ուժի մեջ մնալ, ապա հայտնել, որ առ այսօր շրջափակումը խախտելու փորձ արած 55 առևտրային նավի են ստիպել փոխել ուղղությունը։ Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիներն իրենց հերթին բալիստիկ հրթիռներով հարվածել են Հնդկական օվկիանոսն ու Կարմիր ծովն իրար կապող Բաբ էլ-Մանդեբ նեղուցի մոտ գտնվող Ալ-Մախար ռազմավարական նավահանգստին։ Հութիները նաև եգիպտական առևտրային նավի են հարվածել։ Սպանվածների թվում Պակիստանի առնվազն 6 քաղաքացի կա, հաստատել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև միջնորդի դեր ստանձնած Պակիստանի արտգործնախարարը, կոչ անելով դադարեցնել հարվածները։ Նման հարձակումները վտանգի տակ են դնում անմեղ կյանքեր։ Հաղթում են միջազգային իրավունքը եւ լուրջ սպառնալիք են նավարկության ազատության, ծովային անվտանգության եւ Կարմիր ծովում առևտրային նավագնացության անվտանգության համար։ Պակիստանի արտգործնախարարության մամուլի խոսնակն էլ հայտարարել է, որ Իսլամաբադն աշխատում է Իրանին եւ ԱՄՆ-ին բանակցային սեղանի շուրջ բերելու եւ խաղաղության գործընթացը խաթարելու ջանքերը կանխելու ուղղությամբ։ Թահիր Անդրաբին հայտնել է, որ Պակիստանի փոխվարչապետը եւ փոխարտգործնախարարը օրեր առաջ են իրանական հարցով բանակցել Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի եւ Իրանի պաշտոնյաների հետ։ Պակիստանի ներքին գործերի նախարարն իր հերթին այցելում է Թեհրան, ինչը ըստ նրա եւս մեկ հնարավորություն է քննարկելու տարածաշրջանային անվտանգությունը։ Ու մինչ տարածաշրջանում իրավիճակը մնում է լարված արդեն 6 ամիս ձգվող ամերիկա-իրանական հակամարտության պատճառով, Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը հայտարարել է, եթե ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը վերաբացվի, ապա պետք է դադարեցնի Իրանի դեմ պատերազմը եւ ապասառեցնի իրանական սառեցված միջոցները։ Մոհսեն Ռեզային շեշտել է, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել իր վարքագիծը եւ չի ընդունել Իրանի պայմանները, Թեհրանը չի վերաբացի ջրային այս կարևորագույն ուղին, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 1/5-ը։ Իրանի ուղերձը հստակ է. Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, մինչև Միացյալ Նահանգները չդադարեցնի պատերազմն ու շրջափակումը, չապասառեցնի Իրանի սառեցված ակտիվները եւ չհամաձայնի տարածաշրջանային հրադադարի, այդ թվում Լիբանանում եւ Գազայում։ Մինչև բոլոր պայմանները չբավարարվեն, նեղուցը փակ կմնա։
Իրանի սահմանապահ զորքերի հրամանատարն էլ պատրանք է որակել լուրերը, թե ԱՄՆ-ն կարող է ցամաքային գործողություն սկսել Իրանում։ Այսօր երկրի սահմանները լիովին անվտանգ են եւ անխոցելի սահմանապահների լիակատար զգոնության եւ սահմանին բնակվողների անսասան աջակցության շնորհիվ, ասել է գեներալ Ալի Ակբար Ջավիդանը։ Մինչ այդ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ եթե Իրանը մարտահրավեր նետի ԱՄՆ-ին, ապա կզղջա դրա համար։ Դոնալդ Թրամփը պնդել էր, թե ամերիկյան զինուժն է վերահսկում Հորմուզի նեղուցը, ապա նշել, որ չի վստահում իրանցիներին։ Ես վերջին մարդն եմ, որը վստահում է Իրանին։ Նրանք մշտապես ստել են ինձ։ Մենք այս պահին լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Նրանք վերահսկողություն չունեն։ Վաշինգտոնը եւ Թեհրանը հունիսի 17-ին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որով հրադադար հաստատեցին, ինչպես նաեւ 60-օրյա ժամկետ սահմանեցին պատերազմի վերջնական դադարեցման շուրջ բանակցությունների համար։ Սակայն օրեր անց կողմերը խախտեցին հրադադարը։ Փոխըմբռնման հուշագրով սահմանված 60-օրյա ժամկետը լրանում է հաջորդ շաբաթ։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև հրադադարի երկարաձգման վերաբերյալ քննարկումներ չեն եղել, քանզի համաձայնագիրը հրադադարի մեկնարկի ամսաթիվ չի սահմանում, ուստի երկարաձգելու բան չկա։ Ըստ պաշտոնյայի, ում անունը չի նշվում, ԱՄՆ-ն պետք է վերադառնա համաձայնագրի իրականացմանը եւ սահմանի իր պարտավորությունները կատարելու ժամկետը։ Ռուսաստանն ու Ուկրաինան անօդաչուներով կրկին հարվածներ են հասցրել միմյանց, երկու կողմում էլ զոհեր կան։ Կիևը պնդում է, թե հետախուզական հավաստի տվյալներ ունի, որ սեպտեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո Մոսկվան լայնամասշտաբ զորահավաք է անցկացնելու։ Ավելի վաղ այս մասին հայտնել էին նաև արևմտյան լրատվական գործակալությունները, վկայակոչելով վստահելի աղբյուրների։ Կրեմլը հերքում է, թե բանակը համալրելու համար առաջիկայում մարդկային նոր ուժեր են ներգրավվելու։ Իդեպ այսօր վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ։ Երևանի հաղորդմամբ Փաշինյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորելուց բացի ընդգծվել է կայուն եւ տևական խաղաղության առաջ մղման կարևորությունը։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին, սոցցանցերում կհանդիպենք։